բուրգի վերևում գտնվում է հետիոտնը, ամենամեծ հարմարավետությունը պետք է ստեղծենք հետիոտնի համար։ Կարող եք չեղարկել մարզասրահի ձեր բաժանորդագրությունն ու էքստրեմալ տուրերը։ Ձմռանն այդ ամենը մեզ տրվում է անվճար, հենց շքամուտքի դիմաց։ Այս իրավիճակում մեր միակ հույսն ու փրկիչը տեխնիկական աղն ու սեփական բազուկների ուժն են։ Եթե ինքդ չցանես, չփորես ու չհարթեցնես տանը դիմացի սառույցը, տրանսպորտի կանգար հասնելը կդառնա իսկական փորձություն, անկանխատեսելի ելքով։ Եթե կենտրոնական փողոցները ինչ-որ չափով մաքրվում են, ապա շենքերի բակերն ու երկրորդական ճանապարհները դառնում են իսկական սահադաշտ։ Սա միայն Երևանի խնդիրը չէ։ Չմաքրված բակերն ու սառցապատ մայթերը հավասարապես վտանգավոր են Հայաստանի բազմաթիվ քաղաքներում։ Մինչ բնակիչները հիվանդանոց են դիմում կոտրվածքներով, մենք փորձել ենք հասկանալ, ովքեր են պատասխանատու մեր անվտանգ տեղաշարժի համար եւ ինչու է բակերի սառույցը հալվում միայն գարնանային արևից։ Հայաստանում ձմեռը մի տարօրինակ հատկություն ունի։ Ձյունը միշտ անակնկալ մատուցելով է գալիս։ Չնայած օրացույցին եւ օդերևութաբանական կանխատեսումներին, առաջին ձյանն ու սառնամանիքին մենք միշտ անպատրաստ ենք, հատկապես գերատեսչությունները։ Թվում է ամեն տարի նույն պատմությունն է։ Մենք գիտենք, որ լինելու է սառույց, գիտենք, որ բակերն անցանելի չեն լինելու, բայց ամեն անգամ զարմանում ենք, երբ իրականությունը չի համապատասխանում թղթի վրա գրված պլաններին։ Երևանի քաղաքապետարանի 2025 թվականի վերջին գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձավ կատարվող աշխատանքներին եւ սպասվող տեղումներին։ Այս անգամ մեր արձագանքը ավելի օպերատիվ է եղել եւ ավելի պատրաստված ենք եղել։ Չնայած քաղաքապետը գոհ էր կատարված աշխատանքներից, բայց նշեց այնուամենայնիվ, որ հանգստանալու ժամանակ չկա։ Այնուամենայնիվ հաշվի առնելով, որ մենք հենց նոր տարվա գիշերը ունենալու ենք կրկին մեծ ծավալով տեղումներ, ամենայն հավանականությամբ սա նշանակում է, որ դեռևս հանգստի ժամանակ չունենք այս առումով եւ մեր տեխնիկան եւ մեր հերթապահները պետք է պատրաստ լինեն, որպեսզի քաղաքը լինի անցանելի։ Եվ հենց սրանից հետո քաղաքապետը հասավ մեր տներին։ Այնուամենայնիվ ուզում եմ նաեւ արձանագրել, որ երկրորդային որոշ փողոցներում, մասնավորապես բարձրադիր հատվածում դեռևս ունենք խնդիրներ, եթե հիմա նույնիսկ նրանք անցանելի են, ունենք մեր կասառույց եւ որպեսզի թույլ չտանք այդ շերտը ավելանա, պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք։ Բայց արդյոք ձյունմաքրումը միայն քաղաքային իշխանության գործն է։ Իրականում յուրաքանչյուր խանութ, սրճարան կամ գրասենյակ ունի իր պատասխանատվության գոտին։ Երբ մենք տեսնում ենք մաքուր մայթ կենտրոնական փողոցում եւ անանցանելի սառույց մի քանի մետր այն կողմ, դա նշանակում է, որ շղթան ինչ-որ տեղ կտրվել է։ Տարեվերջին լրագրողներին տված ասուլիսի ընթացքում քաղաքապետը հիշեց Երևանի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատերերի մասին եւ հիշեցրեց նրանց պարտականությունները։ Եվ իրականում, այո, դեռ երկրորդային փողոցներում ունենք, բակերում ունենք խնդիրներ, ունենք որոշ տեղեր մայթերի վրա խնդիրներ, եւ այս խնդիրները նաեւ որոշ դեպքերում պետք է լուծվեն մասնավոր գործընկերների կողմից, պետք է լուծվեն համատիրությունների կողմից եւ նորից հիշեցումը մեր գործընկերներին, որ դուք հարգելիներս ունեք պարտավորություններ այս մասով, այսինքն Երևանի քաղաքապետարանը միակ սուբյեկտը չի, որ այս քաղաքում պետք է ձյուն մաքրի։ Մայրաքաղաքի փողոցների եւ հատկապես մայթերի անմխիթար վիճակը բնակիչների շրջանում հարցեր է առաջացնում։ Արդյոք քաղաքն ունի բավարար տեխնիկա ձյունն ու սառույցը հեռացնելու համար։ Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը վստահեցնում է, տեխնիկայի քանակի խնդիր դեռ չկա, չնայած այս տարի գնումներ են սպասվում։ Համայնքային հիմնարկը ունի մեծ աղցաններ 37 հատ։ Նախորդ տարի ձեռք ենք բերել ուրեմն 12 հատ գերձավ մագնիշի բազմաֆունկցիոնալ ավտոմեքենաներ, որոնք ամառային ռեժիմում իրականացնում են փողոցների փոշուց մաքրման աշխատանքները, փոշեկուլ են դառնում։ Իսկ ձմեռային ռեժիմում այդ փոշեկուլ հատվածը հանում ենք իր վրայից, դրվում է արդեն խոզանակ դիմացի հատվածում եւ հետեւի հատվածում աղցանիչ, այսինքն ինքը դառնում է աղցանիչ մեքենա, որի շնորհիվ մենք մայթերն ենք մաքրում։ Իսկ գուցե ամեն դեպքում մեքենաները քիչ են։ Ես համաձայն չեմ ձեր հետ։ Մենք ընդհանուր էլեկտրոնային կառավարման համակարգ ունենք ու համակարգով հստակ կա երևում, որ փողոցում ժամը քանիսին երբ համատեղ որ ավտոմեքենան է մտել, էլի։ Անթիվ որ ես ասում, այդ ավտոմեքենաները բոլոր ավտոմեքենաները սարքին են եւ աշխատում են։
Կատվալյանը նույնպես հիշեց տնտեսվարողների պարտականությունների մասին ու շեշտեց, որ ոչ բոլորն են դրանք բարեխղճորեն կատարում։ Դա իրենց սրբազան պարտականությունն է, տեղումների ժամանակ իրանք իշնեն իրենց խանութի, իրանք չգիտեմ, տնտեսության դիմաց մաքրել, որ իրենք չեն իրականացրել։ Պատասխանատվության գոտիներն ըստ օրենքի հստակ են։ Գլխավոր փողոցները համայնքին է, մայթերը տնտեսվարողին է, բակերը համատիրություններին է։ Չնայած իրավական բաժանմանը, մարդկանց ոտքի տակի սառույցը չի մաքրվում։ Իսկ ինչպիսի իրավիճակ է փողոցներում, լսենք քաղաքացիներին։ Այն կողմերը մաքրած չեն, մայթերը են, այն կողմերը մաքրած չեն։ Մենակ խանութի տերերն են մաքրում։ Ահա, մաքրել են, բայց տենց այդ կարգի մաքրություն չի տիրում, էլի որ պետքա լինի։ Այնպես չեն մաքրում, որ մեր նման մեծահասակները կարողանան ավելի հանգիստ անցնել ճանապարհը, բայց մաքրել են, որոշակի մաքրումներ կան։ Գիտեմ, այսօր ընկել եմ մի անգամ, թե խոտվել եմ։ Տնտեսվարողները մեղք են, համ հարկ են մուծում, համ էդ են մաքրում, մեղք են այդ մարդիկ, ինչքան կարելի է այդ մարդկանց ասել, որ եկեք մաքրեք, չի կարելի է ձեր։ Իսկ հրապարակում ավելները ձեռքին մաքրում են։ Պետք է նախապես ամեն ինչը մաքրվի, որովհետև մեր ժողովուրդը մեղք են էլ։ Not clean. It's very dirty. I think that and I see that. Եթե մայրաքաղաքում, որտեղ կենտրոնացված է հիմնական տեխնիկան ու ռեսուրսը, բակերն անանցանելի են, ապա մարզային բնակավայրերում պատկերն էլ ավելի մտահոգիչ է։ Գյումրիում տիրող իրավիճակն արտացոլված է հենց համայնքապետարանի պաշտոնական էջում, որտեղ պարբերաբար վիդեոհաշվետվություններ են հրապարակվում։ Քաղաքապետարանի լրատվական ծառայությունը ներկայացնում է, թե ինչպես են կոմունալ ծառայությունները հետևում փողոցների ու մայթերի ձնամաքրման գործընթացին։ Գյումրիում սաստիկ ցուրտ է եւ ցանկացած նաեւ աշխատանք Պիտի արդյունք ունենա եւ տեսանելի լինի այդ արդյունքը, երբ որ ջերմաստիճանը մի փոքր նվազի։ Պաշտոնական այս լրահոսին զուգահեռ Գյումրու ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության Facebook-յան էջում հայտնվեց մեկ այլ տեսանյութ։ Այստեղ արդեն խմբակցության անդամներն իրենք են աղշաղ տալիս փողոցներին, փորձելով նպաստել սառույցի հալեցմանը։ Վանաձորի ձնամաքրման աշխատանքների մասին տեղեկանում ենք ոչ ավել ոչ պակաս Լոռու մարզպետից։ Նա անձամբ հետևում է գործընթացին։ Տիգրան մեծ պողոտայում են կառավարությունից իրականացվել են մայթերի աղավազով մշակման աշխատանքներ։ Ներգրավել ենք նաև բոբկատ տեսակի տեխնիկական միջոցներ։ Այս թողարկմանը փորձեցինք հասկանալ, ովքեր են պատասխանատու մեր անվտանգ տեղաշարժի համար։ Պարզվեց, պատասխանատուները շատ են, արդյունքը դեռևս անբավարար։ Քանի սառույցը չի հալվել, զգոն եղեք եւ փորձեք չընկնել։ Թեմա համար 1-ի հաջորդ թողարկումը դիտեք հաջորդ շաբաթ օրը 12:30-ին։ Հետևեք մեզ նաև սոցցանցերում։ Եթե կարևորում եք մեր աշխատանքը, աջակցեք նաև մեր Patreon-ին, վճարելով ամսական սկսած ընդամենը $2-ից։